Միծ ազատվելն է։ Վերջ։ Հաջան։ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում համախմբվածություն, օրինակ երբ որ խոսում էր ապրիլյան պատերազմի մասին, ասաց, որ շա այդ արժանապատվության, համախմբվածության, միասնականության արդյունքում էր նաև այդ, ինչպես ինքն ասաց, հաղթանակը։ Հիմա տեսեք, հանրապետականը այդպես է ասում, բայց ընդդիմադիր դաշտում հանրապետականը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ նորից կամ հանրապետականին աջակցող մարդիկ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ այսպես շատ ուժեղ պայքարի մեջ են ու այնպիսի տպավորություն է, որ երբեմն Ռոբերտ Քոչարյանը թիրախավորվում է առնվազն այնքան, ինչքան Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է ընտրություններին։ Ես այդ իմաստով եմ նշում Քոչարյանից թիրախավորվելը։ Արդյոք դուք ավելի վնաս չեք տալիս եւ ավելի շատ չեք նպաստում Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, վերջից գամ։ Ինչու այստեղ այդ միասնականությունը չեք կարողանում պահել։ Նախ վերջից գամ։ Իհարկե ոչ։ Մեր ասկալով մենք չենք նպաստում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Մենք նպաստում ենք ընդդիմադիր դաշտի համախմբմանը եւ մեր սեփական օրինակով, մեր եսը խոնարելով հանուն համազգային ու համապետական մենքի օրինակ ենք ծառայում մնացած քաղաքական ուժերի եւ դերակատարների համար։ 1. Երկրորդ, պարոն երկրորդ նախագահի հետ կապված եւ նրա թիմի հետ կապված մենք այնտեղ կոնկրետ ես այնտեղ ունեմ բազմաթիվ պայքարի ընկերներ եւ գոնե ես վերջին շրջանում հանրապետական կուսակցության կողմից երկրորդ նախագահ եւ նրա թիմի նկատմամբ թիրախավորումներ չեմ տեսել, ինքս չեմ էլ արել։ Երրորդ, եթե համեմատենք երկրորդ նախագահին ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, դա անհամեմատելի բաներ են։ Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, առաջին նախագահը, մեր գաղափարակիցները ստեղ են։ Ինչ նշանակում մեր գաղափարակիցները։ Մեր հետ շատ մարդ ա եղել։ Հիմա դուք ուզում եք ասեն, ովքեր որ Քոչարյանի դեմ հիմա Քոչարյանից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա թիմի դեմ գրառումներ են անում, որ ինքը ընտրություններին մասնակցելով օգնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, իրանք կապ չունեն հանրապետականի հետ։ Ոչ։ Միքայել Մինասյանի կողմնակիցներն են, կապ չունեն հանրապետական։ Ձերնշահկանցը հանրապետական կուսակցության անդամ է, ղեկավարում կառավարության անդամ է, համագումարի պատվիրակ է, դե դուք ձեր հարցի պատասխան։ Ես չեմ ուզում ասում, ես ուղիղ ասում եմ։ Հանրապետականը կարիք չունի որևէ մեկի թիկունքում պահկվելու։ Եթե հանրապետականը բան ունենում է ասելու, ժամանակ եղել է, ես էլ եմ ասել։ Բայց հիմա ձեզ կխնդրեմ ոչ թե կենտրոնանալ ընդդիմության տարաձայնությունների, այլ ազգային ու պետական շահի համախմբման վրա, որովհետև մեր շահը մի բան է պահանջում, մեր ասելով ոչ թե հանրապետական, այլ Հայաստանի Հանրապետության, որ հունիսի 8-ին չվերարտադրվի այս ստի ու կեղծիկի խորհրդանիշ նիկոլիստական իշխանությունը։ Պարոն Շարմազան, ասում եք այդ մարդը կապ չունի հանրապետականների հետ, բայց այդ մարդը մի օրակարգ է նախաձեռնել առաջացրել, որը ՀՀԿ-ի թիվ 1 օրակարգն է դարձել։ Ո՞նց եք ասում, որ կապ չունի։ Հենց ահագին ճանաչում եք, չէ՞։ Ես երբևէ խուսափել եմ ինչ-որ բանից խոսելու։ Իմ այո, դե կապ չունի։ Հիմա ձեզ հետ էլ կապ ունեն, դուք հանրապետական եք, երեխեք սաղ հետ էլ կապ ունեն, հանրապետական եք, կարող ենք 1000 հարցերում իրար կարծիք կիսել։ Ես ձեր գործերի համար պատասխանատու եմ կամ դուք իմ։ Իհարկե ոչ։ Այդ մարդիկ ազատ մարդիկ են, իրենց կարծիքն են արտահայտում։ Այսպես ասեմ, երկրորդ նախագահի դեմ արճակատողները կապ չունեն ՀՀԿ-ի հետ։ Այո, Մելիք Ադամյան 2-ից նախաձեռնված գործընթաց չէ դա։ Եթե կարիք լինի, իսկ կարիք լինելու դեպքում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ Եզեվ պարոն Նաշոյանը եւ մեր պատգամավորները միշտ է շատ բաց, հստակ եւ սուր մեր կարծիքը արտահայտել են։ Ցանկացած հարցի վերաբերյալ։ Բայց ՀՀԿ-ի անդամներն էլ են, եւ ասացին, եթե շատ ջղայնացնեն, երբ որ ընդդիմադիրների հետ պայքարը sense թեժացավ, արճակատումներ, փոխհրաձգություններ, ասացին, որ մեզ շատ հունիցանենք, կասենք, բանի ժամանակ այդ ընդդիմադիր թեժ պայքարների ժամանակ ովքեր էին սրճարաններում նստած պաշտոններ բաժանում, այսինքն երկրորդ հարցը ո՞րն է։ Չեք ձեր վրայից գցում, ասում եք մենք դրա հետ կապ։ Մենք չենք երկրորդել։ Իզնից ավելի շատ ու խիստ այդ թեմայի շուրջ շատ քիչ մարդիկ են խոսել, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Ես հիմա կոչ եմ անում կենտրոնանալ ոչ թե ներընդդիմադիր տարաձայնությունների, այլ կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևոր խնդրի համար։
այն է ազատվել օրենքով սահմանված կարգով նիկոլիստական իշխանությունից, որը Հայաստանի Հանրապետություն տանում է դեպի վիլայեթացում։ Հերթ օբիջելիստումը տեսնում եք, թե երի դարձյալ այդ պարակտված առնվազն պարոն նախագահի ելույթում խոսեց նաև դրա մասին։ Մենք կարծում ենք, որ դեռ ժամանակ կա, որպեսզի ընդդիմադիր հիմնական դերակատարները, մանավանդ նրանք, ովքեր որ մասնակցելու են ուղղակի ընտրություններին, ջենտլմենական համաձայնագիր կնքեն, որպեսզի մեկը մյուսի դեմ չպայքարի։ Քանի որ շատ եք խոսել, որ ձեր նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է, պարոն Շահմազանը, օրինակ եթե վաղը Մեր նպատակը անկախ ու ազգային Հայաստանի կայացումն է, որին անհնար է հասնել այս իշխանությունների պարագայում։ Ոչ թե նպատակի իշխանափոխությունն է, այլ իշխանափոխությունը միջոց է, որպեսզի մենք կարողանանք կառուցել եւ շարունակել կառուցել այն պետությունը, որը հիմք են դրել երրորդ հանրապետության հայրերը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եթե վաղը փողոցում սկսվի պայքար, փողոցային պայքար, դուք նախկին ակտիվությամբ նկատի ունեմ հանրապետության։ Առանց եթեի այս 7 տարիների ընթացքում չի եղել որևէ ընդդիմադիր համազգային պայքար, որտեղ հանրապետականները պայքարի առաջնագծում չեն եղել։ Միգուցե ամբիոններում չեն եղել, բայց պայքարի առաջնագծում եղել ենք, կալանավորվել ենք, ձերբակալվել ենք, մեր փոխնախագահ Աշոտյանը 200-ից ավել կալանքի մեջ է եղել, այսօր էլ մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը տնային կալանքի մեջ է։ Իսկ ի՞նչն է խոչընդոտում իշխանափոխության մասին։ Շատ բաներ են խոչընդոտում եւ ներքին եւ արտաքին, բայց ես մի բան կարող եմ ասել։ Եթե հանրությունը ուշադիր լսի իմ ելույթը եւ ընտրությունը կատարի անկախության հռչակագրի ու վիլայեթացման միջև, համոզված եթե գիտակցումը լինի, Նիկոլը չի վերընտրվի։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ կեղծիկի իշխանությունը, ինչպես միշտ, խաբում է ժողովրդին։ Խաղաղությունից խոսում է մի իշխանություն, որը բերել է առնվազն 3 մեծ պատերազմ, արժանապատվությունից խոսում է մի իշխանություն, որը մուրացկանի կարգավիճակ ունի միջազգային հարաբերություններում, եւ ինքնիշխանությունից խոսում է մի իշխանություն, որի երաշխիքը, ինչպես դուք ասացիք, երաշխավորը Իլհամ Ալիևն է։ Լացեմ այն հասարակության, այն պետության, այն քաղաքական ուժերի վրա, որ երաշխավորը պետք է լինի Իլհամ Ալիևը, որը աշխարհի հայությանը համարում է սպառնալիք ու թշնամի, եւ որի օմբուդսմենը դիմել էր միջազգային կառույցներ, որպեսզի 1918 թվականի Բաքվի գործողությունները ներկայացնել որպես հայերի ցեղասպանություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Եվ որի պահանջով Նիկոլ Փաշինյանը խելոք պատրաստվում է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Երեխեք ջան, ամեն ինչ շատ պարզ է։ Սա հայկյու բելի կռիվ է։ Հայկյու բելի կռիվ է։ Մի բան էլ ասեմ։ Իմ տեսած, լսած, կարդացած ամենամեծագույն հայերից մեկը Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը Գարեգին Նեժդեհը 27 թվականին ասել է. խաղաղության չարաշահումը պարտված ժողովրդների համար կարող է աղետաբեր լինել։ Ամեն գնով խաղաղություն մեզ պետք չի։ Արցախում էլ է խաղաղություն, Արցախում էլ է խաղաղ, բայց հայտ չկա։ Եթե մենք Հայաստանի համար նման խաղաղություն ենք ուզում, ուրեմն դա լավագույն ճանապարհը չէ։ Դա ճանապարհը դեպի ուղիղ գերեզման։ Հետևաբար մեր կոչը համախմբվել, այն ժամանակ ասում եք հանրապետականը չլինի, լավ կլինի, նախկիններն է խանգարում, ախպեր մենք հետ ենք հաշվել։ Ճիշտ է, մենք այդ կարծիքին չենք, նախկին ու ներկան արհեստական բաժանում է, բայց եթե նախկին ու ներկա են անում, նախկին Շուշիի ազատագրումն է, նախկինը Ապիլյանի հաղթանակն է, ներկան Ադրբեջանի առաջ ծնկի գալն է, բայց եթե նույնիսկ կան հասարակության մեջ ազնիվ մոլորյալներ, որոնք կարծում են, որ հանրապետականը որպես նախկին իշխանություն, իր ակտիվ գործունեությունը, իր առաջադրումը կարող է խանգարել ընդդիմության ազգային ուժերի հաղթանակին, խնդիր չկա։ Մենք մեր եսը խոնարհում ենք, հետ ենք հաշվում եւ ասում ենք, «Պաժալուստը պատրաստ ենք բոլորիդ օգնել, այնքան թե այս չարիքից ազատվենք»։ Կրկնում եմ, մենք հայրենիք ենք ուզում, ոչ թե պաշտոն։ Շնորհակալություն, գնամ քվեարկեմ։